Չեմպիոնների չեմպիոնը չի մասնակցում առաջնությանը։ Դինամո մարզադահլիճում արդեն 5-րդ տարին է անցկացվում 44-օրյա պատերազմում զոհված Մելքոն Հովհաննիսյանի անվան սեղանի թենիսի մրցաշարը։ Այս 5-րդ տարին է, որ պատերազմից հետո 44-օրյա պատերազմից հետո միշտ նշում ենք Մելքոնի ծննդյան օրը։ Մելքոնն այսօր 23 տարեկան կդառնար, տան ավագ որդին էր, 2 ամսվա ծառայող էր, երբ սարսափելի պատերազմը սկսվեց։ Ծնողների հետ վերջին անգամ 2020-ի հոկտեմբերի 15-ին է խոսել։ Գալիս ենք ծնողներով, հավաքվում ենք, մրցանակներ ենք տալի, մի քիչ փոփում ենք մեզ, գնում ենք եռաբլոր, խնկարկում ենք, գնում ենք տուն։ Մելքոնը 7 տարեկանից է թենիսով զբաղվել, 11 տարի ոչ մի մրցաշար բաց չի թողել։ Միջազգային տարբեր մրցաշարերում առաջինն է եղել, Եվրոպայում 32 լավագույն թենիսիստներից մեկը, Հայաստանի բազմակի չեմպիոն։ Գաղափարը իր ավագ ընկերներից մեկից եկավ, Գարիկ Մկրտչյանից, գաղափարը, որպեսզի պետք է Մելքոնին անպայման մեծարենք, եւ իր նախաձեռնությամբ վերանորոգվեց, պուրակ սարքվեց Մելքոն Հովհաննիսյանի եւ ամեն տարի միջազգային մրցաշարը կազմակերպել է։ Շատ լավ է հիշում մարզիչ Արթուր Պողոսյանը, փողոցում ձախ ձեռքով ճանճ բռնելիս է տեսել տղային, առաջարկել է ճանճերի փոխարեն սեղանի թենիսի գնդակը որսալ։ Սիրված էր ինքը բոլորի կողմից, իր ընկերների, մարզիչների, ղեկավարների, բոլորի փողոցում, բոլոր տեղերը սիրված էր, այն որ ամենայն անկեղծությամբ եւ մեծ տաղանդավոր խաղացող էր։ Տաղանդավոր, ուժեղ, նպատակասլաց ու ընկերասեր, այսպես է նկարագրում իր մանկության ընկերոջը Էլենը։ Նրանք միասին են մեծացել, միասին մասնակցել գրեթե բոլոր մրցաշարերին։ Շատ դժվար է ներկա գտնվել մի տեղ, որտեղ ինքը չկա, որովհետև բոլոր առաջնություններում ինքը ներկա է եղել, ինքը իր դերը ունեցել է, ինքը իր տեղը գրավել է միշտ ինքը կարելի ասել առաջին տեղում է եղել ու անցյալով խոսալ իր մասին ես մինչ օրս չեմ կարողանում խոսալ, որովհետև շատ դժվար է, ինքը միշտ ասում էր, որ սպասի բան չմնաց, գալու եմ, շարունակենք, կարոտել եմ, ոչինչ, ես մի հատ առանց ինձ գնա կամ առանց ինձ գնացեք, ես գալու եմ ու մեր հին օրերը էլի վերսկսենք։ Մելքոնը եւ թենիսում էր առաջինը եւ կյանքում, այստեղ հավաքվածներն այդպես են հիշում նրան։ Այս մրցումները, որ իրականացվում է, այսքան մարդ այստեղ հավաքվում է, դա մենակ հպարտություն է, իրեն սիրողները միշտ երբեք իրան չեն մոռանում։ Այսօր մենք ուղիղ 5 տարի անցել է եւ պետք է երիտասարդության մոտ այն զգացողությունը դաստիարակենք, որ ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացել, ինչպիսի խաղաղության պայմանագրի է, որ կնքելու ունեք, ինչ է որ անելու ունեք, այս ամոթապարտության խրանը մեր ճակատներից պետք է ջնջվի եւ անշուշտ պետք է ջնջվի։ Աննա Գյուլնազարյան, Միլենա Պողոսյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուրի համար։